5-րդ դասարանի դասագրքից լուծենք ճանապարհի վերաբերյալ խնդիրներ։ Խնդիր 83. 3 ժամում կառքն անցավ 65 կմ. Առաջին ժամում այն անցավ 25 կմ. Երկրորդում 4 կմ-ով պակաս։ Քանի կիլոմետր անցավ կառքը երրորդ ժամում։ Գծագրենք խնդիրը, ենթադրենք սա 65 կմ ճանապարհն է, որն անցել է 3 ժամում։ Առաջին 1 ժամում անցել է 25 կմ ճանապարհ, ենթադրենք 25 կմ-ը այսքան ճանապարհն է, որ անցել է 1 ժամում, նշենք։ Երկրորդ 1 ժամում անցել է, չգիտենք քանի կիլոմետր, բայց գիտենք, որ 4 կմ-ով պակաս ճանապարհ է անցել։ Առաջին 1 ժամվա անցած ճանապարհից։ Քանի կիլոմետր անցավ կառքը երրորդ 1 ժամում։ Չգիտենք քանի կիլոմետր է, հարցական կիլոմետր։ Առաջին հարցով կգտնենք, թե երկրորդ 1 ժամում քանի կիլոմետր ճանապարհ անցավ կառքը։ Դրա համար 25-ից կհանենք 4։ Հավասար է 21 կիլոմետր։ Երկրորդ 1 ժամվա անցած ճանապարհը։ Երկրորդ հարցով, քանի որ արդեն գիտենք առաջին 1 ժամում անցել է 25 կիլոմետր, երկրորդ 1 ժամում անցել է 21 կիլոմետր, կգումարենք, որ իմանանք առաջին այդ 2 ժամում քանի կիլոմետր է անցել կառքը։ 46 կիլոմետր։ Կարող ենք նշել փակագծում, որ դա առաջին 2 ժամվա անցած ճանապարհն է։ Քանի որ ամբողջ ճանապարհը 65 կիլոմետր է, ամբողջ ճանապարհից 65-ից կհանենք առաջին 2 ժամվա անցած ճանապարհը 46-ը։ Հավասար է 19 կիլոմետր։ Ուրեմն կառքը երրորդ ժամում անցավ 19 կիլոմետր։ Խնդիր 84. Հետյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ։ Նա 3 ժամ ընթացել է, յուրաքանչյուր ժամում անցնելով 20 կմ, և 4 ժամ, յուրաքանչյուր ժամում անցնելով 14 կմ։ Հետյալին ինչքան ճանապարհ է մնացել անցնելու։ Համառոտագրենք խնդիրը։ 3 ժամվա յուրաքանչյուր ժամում անցել է 20 կմ և հետո գնացել է 4 ժամ ճանապարհ, 4 ժամվա յուրաքանչյուր ժամում անցել է 14 կմ։ Մնացել է անցնելու, չգիտենք, հարցական կիլոմետր, բայց գիտենք, որ ընդամենը անցել է 140 կմ ճանապարհ։ Լուծում։ Քանի որ 3 ժամվա յուրաքանչյուր ժամում անցել է 20 կմ, ուրեմն կհաշվենք 20 անգամ 3, թե 3 ժամում ընդամենը քանի կիլոմետր ճանապարհ է անցել հետյալը։ Հավասար է 60 կիլոմետր։ Երկրորդ հարցով,
Քանի որ 4 ժամվա յուրաքանչյուր ժամում անցել է 14 կիլոմետր, ապա ընդամենը 4 ժամում կանցնի 14 անգամ 4։ Հավասար է 56 կիլոմետր։ Գտնենք, թե այդ 3 և 4 ժամվա ընթացքում ընդամենը քանի կիլոմետր ճանապարհ է անցել, հեծյալը 65 գումարենք 56, հավասար է 116 կիլոմետր փակագծում։ Հիմա ունենք, որ 3 ժամում և 4 ժամում միասին անցել է 116 կիլոմետր ճանապարհ և ընդամենը անցել է 140 կիլոմետր ճանապարհ։ Ուրեմն, քանի որ ամբողջ ճանապարհը 140 կիլոմետր է և անցել է 116 կիլոմետր ճանապարհ, ուրեմն մնացել է անցնելու 140-ից հանած 116։ Հավասար է 24 կիլոմետր։ Պատասխան՝ մնաց անցնելու 24 կիլոմետր ճանապարհ։